մենք անշուշտ իբրև ֆրանսիական սպյուրք աշխատեցանք եւ կաչալերեցինք բոլոր Ֆրանսիայի կառավարությունները, որովհետեւ մոդիկ գաբեր ստեղծեն Հայաստանի հետ, ճիվանակիրական գաբեր, արևդրական գաբեր եւ 2020-ի պատերազմեն հետո այսինքն թրինք սեղանի վրա զինվորական հարաբերությունները, որովհետեւ Ֆրանսիան եւ Հայաստանը նոր ֆորմատով, նոր կարևորությամբ աշխուժացնեն իրենց հարաբերությունները եւ նախագահ Մակրոնի մոտ քանի անգամ բարձրացուցիկ այս անհրաժեշտությունը, որ Ֆրանսիան եւ Հայաստանը զինվորական հարաբերություններ ունենան եւ նախագահ Մակրոնը լսեց մեզ։ Ընդհանրապես գլսե մեզ, որովհետեւ մեր գաբերը շատ չերմեն, մոդեռնիկ եւ թե անձնական թե քաղաքական հարաբերությունները շատ լավ են։ Մենք հբարդ ենք, որ Ֆրանսիան այսպիսի քայլեր գարնե զորավիք կանգնելու Հայաստանին pedagogiության եւ պատրաստելու համար աբական։ Մենք ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթի մասին շատ մանրամասներ գոնե այս պահին չգիտենք, պարզապես նշվում է, որ նոր մակարդակի են բարձրանալու հարաբերությունները, դուք ինչքանով եք տեղեկացված ռազմական համագործակցության առումով, որքան ավելի կարող է խորանալ համագործակցությունը։ Տնտեսական կետնի վրա նախ Ֆրանսիան շեշտը գտնի, որ տնտեսական կետնի վրա պետք է որ գաբերը շատ ավելի զորավոր լան եւ անշուշտ շարունակել զինվորական աջակցությունը, ասիկա շատ բնական է Ֆրանսիայի կողմը գա այդ գամքը, որ շարունակեն զարգացնեն ավելի մեծ հարաբերություններ մշակվին Հայաստանի հետ, մենք անշուշտ իբրև ֆրանսահայեր, իբրև ֆրանսահայ սպյուրք կաչալերենք, որ շարունակվի եւ զարգանա եւ ողջանա այդ հարաբերությունը, ասեմ, որ ամեն ինչը նորմալ է, ամեն ինչը լավ է, Ֆրանսիայի պետությունը եւ Հայաստանի պետությունը ուրեմն նոր մակարդակի կբերեն իրենց հարաբերությունները եւ հբարնենք։ Այդ թվում ռազմական համագործակցության մակարդակում։ Այո, նոր մակարդակ, այսինքն ռազմական, այո, նույնպես, այո։ Ֆրանսիան իր պատասխանատվությունները գտնի արավ եւ իսկապես զորավի կգանքնի Հայաստանի պետության եւ ժողովրդին եւ մենք անշուշտ կկաչալերենք, որովհետեւ այս ուղղությամբ շարունակվի։ Այդ հանդիպումներում կարծիք հնչում է, արդյոք Ֆրանսիան պատրաստ է մասնակցել կամ ցանկություն ունի մասնակցելու TRIP նախագծին, օրինակ։ Ֆրանսիան գուզե տերմ խաղալ անշուշտ դարաշրջանի մեջ, մասնավորապես որպեսզի Հայաստանը մենակ չլա եւ հետո չեմ գնալ մանրամասնություններ տալ Ֆրանսիայի մասնակցության մասին TRIP-ի ծրագրի մեջ։ Ինչ մեսիջ է Մակրոնի այս այցը հղում։ Օրինագելի գուզելալ Մակրոնը, գսե որ Ֆրանսիան օրինակ պետք է լա, որպեսզի կաչալերե նաև ուրիշ պետություններ, եվրոպական պետություններ, որ իրենք իրենց մասնակցությունը բերեն եւ իրենք այսինքն զարգացնեն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ։ Երեք Ֆրանսիայի նախագահին պատվին կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը խոսում էին Պրահայի հայտնի հայտարարությունից, դրանում Մակրոնի դերից։ Ի վերջո Արցախի ճակատագիրը կարող ենք ասել հենց այնտեղ որոշվեց։ Ընդհանրապես բոլոր միջազգային գագաթնաժողովներու մեջ այս վերջին տարիներուն Ֆրանսիան իսկապես զորավի կանգնեցավ Հայաստանին, իսկապես, որովհետև գաբը Ֆրանսիայի համայնքը նախագահ կառավարություն եւ կառավարությունը, այսինքն Հայաստան, Ֆրանսիայի կառավարությունը Հայաստան։ Ուրեմն ընդհանրապես միջազգային գագաթնաժողովներու մեջ Մակրոնը ինքը կներկայանար իբրև Հայաստանի պաստապան, Հայաստանի գլխավոր զորակցություն ցույց բերող պետությունը։ Բայց մենք մի իրադարձության մասին ենք խոսում, որը ոչ միանշանակ է ընդունվում եւ ավելի շատ քննադատվել է, քան թե հակառակը Պրահայում ձեռք եկած համաձայնությունները, որով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչվեց Հայաստանի իշխանությունների կողմից։
Գիտեմ, կանի անգամ պատասխանված եմ այդ հարցումին եւ անցամ զորույց ունեցած եմ նախագահին հետ Մակրոնին հետ այդ մասին ինքը անշուշտ բոլորին գհերքի ասիգա ես գարձեմ որ Նիկոլ Փաշինյանը բեչունի Էմանուել Մակրոնին որբեսի ինքը դիր կորոշվի Արցախի մասին Կմերժի նկատի ունեք չի ընդունում, որ այդ հայտարարությունը Արցախի ճանաչման մասին Ադրբեջանի ու Արցախի կորստին բխեցրած է։ Ոչ, ինքը կմերժի ասիգա բոլորովին, գապչունի Ֆրանսան չի կաչալիրեց Հայաստանին, որ Հայաստանի կառավարությունը այսինքն ճանաչնա, որ Արցախը մաս կգազմե Ադրբեջանի հարաբերության, ոչ, ասիգա արդյունքն է Ալիև Փաշինյան հարաբերություններու եւ այդ Փաշինյանի քաղաքականությունը, որ արդեն որոշած էր հայտարարել, որ Արցախը դժբախտաբար կպատկաներ Ադրբեջանին։ Շատ կնատադեցինք ասիգա, այսինքն ասիգա Արցախի վերջը բերած է, բայց Մակրոնը հետ գապ չունի այս պատմության հետ։ Դեպքում ինչ է համարում այդ հայտարարությունը վերջո հիմնականում Արցախի վերաբերյալ էր Արցախի էջը փակելու Ոչ, նաև գար Հայաստանի սահմաններու հարցը ավելի շատ շեշտը այդ այո, այդտեղ էր, ավելի շատ շեշտը այդտեղ է, որ Հայաստանի սահմանները ուրեմն մնան Հայաստանի սահմաններ, այսինքն որովհետեւ Ադրբեջանը ուրեմն բادرազմական կայլ չորտեքրե չառնի եւ Մակրոնի հիմնական մտահոգությունը այն է, որ Հայաստանը կարողանա ապահովել իր անվտանգությունը։ Պարոն Փափազյան, իսկ հիմա արցախցիների վերադարձի իրավունքի մասին զրույցներում նաև անդրադարձ եղել է այդ հարցին Մակրոնի տեսակետը ինչպիսին է եղել կամ ոչ միայն իր, այլև մյուս պաշտոնյաների։ Մենք միշտ կբարձրացնենք այդ հարցը, որ Արցախի ազատագրումը եւ Արցախի ուրեմն ապահով գետնի վրա վերադարձը արցախցիներուն ազգեդի շուրջ անշուշտ Ֆրանսան չի դիրքորոշվի հիմա, բայց գուզեմ ասել, որ երբ որ դեղի ունեցավ ուրեմն էթնիկական զդումը Ֆրանսիայի արտաքին գործ նախարարը գրավոր հայտարարած է, որ մենք կպաշտպանենք արցախցիներու վերադարձը Արցախ։ Ուրեմն այս շեշտը գնամեսել, որ դերևս նախագահ Մակրոնը իր բամբերը չեմ հոս, բայց դերևս հանգրվան գուզե առաջանալ։ Կարծում եք, որ աշխատանք Ֆրանսիան կտանի այս ուղղությամբ կամ միգուցե ոչ տեսանելիորեն բարձրացնում է այդ հարցը։ Գախում ունի ինչ է նաև Հայաստանի գամքը այս հարցի շուրջ։ Եթե Հայաստանը հրաժարած է, Հայաստանի կառավարությունը բոլորովին հրաժարած է այս հարցը սեղանի վրա դնել, Մակրոնը բաբեն ավելի բավական պիտի չլա։ Բայց եթե մենք շարունակենք ջնջում բանեցնել եւ Հայաստանի կառավարությունը ինքնալ սեղանի վրա գտնե այս հարցը, Մակրոնը կժնա նկատի առնել մեր տեսակետը։ Եվ վերջին հարցը, պարոն Փափազյան, այս այցին զուգահեռ նախորդին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եղավ 40-ից ավելի առաջնորդներ եկան ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ այս շրջանում շատ քննադատվեց հենց հիմա անցկացնելու որոշումը կար առաջարկ տեղափոխել աշնանը եւ ընդդիմադիրների կողմից կա կարծիք, որ սա ներքին գործերին միջամտություն էր, իսկ այդ հայտարարությունից հետո մենք երեք մի շարք մակարդակներով տեսանք, որ եվրոպացի առաջնորդները բացահայտ սատարում էին եւ ասում էին, որ պետք է Հայաստանի ժողովուրդը ընտրությունների իր որոշումը կայացնի դեպի եվրոպական ապագա, ինչը ակնհայտորեն նկատի ունեին Նիկոլ Փաշինյանին։ Ձեր կարծիքով ի վերջո ինչի մասին էր այս գագաթնաժողովը։ Ինչ ուղերձ ուներ հայ հասարակություն։ Երկու ուղերձ։ Առաջինը, որ եվրոպացիները միավորվեն Հայաստանի շուրջ եւ ասիկա Մակրոնի ծրագիրն է, որ եվրոպացի երկիրներ, պետություններ համախմբվին Հայաստանի շուրջ, որպեսզի Հայաստանը կարողանա ապահովել իր անվտանգությունը եւ իր տնտեսական զարգացումը, երկրորդը ճիշտ է, որ եւ մենք խոսած ենք նախագահ Մակրոնի մասին,
ճիշտ չեն գտներ, որ այդպիսի ժողովը միջազգային դեղի ունենա, ընդրություններն մեկ ամիս առաջ, Ինչ ասաց։ որովհետև ուղղակի կամ անուղղակի գոչ է ինոբաս Նիկոլ Փաշինյանն։ Այսինքն դա ճիշտ չէ։ Միջազգային օրենքները թույլ չեն տար ընդհանրապես, որովհետեւ օդար ուժեր, այսինքն ներդրում ունենան, նույնիսկ եթե անուղղակի է, ներդրում ունենան երկիրը դեղի ունեցավ։ Ճշմարտաբար, բայց մենք մեր սազը ըսինք այդ եւ Ինչպիսին էր Ֆրանսիայի նախագահի արձագանքը ձեր այդ մտահոգությանը։ հասկացավ։ Չի պատասխանեց ուղղակի։ Սա փաստորեն նաև այս միջոցառումը գագաթնաժողովը նաև հակառուսական հարթակ է ինքի իրենով եւ այստեղից էլ հնչեցին Ռուսաստանի դեմ հայտարարություններ։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Այս նույն պետությունները արդյոք 2-3 տարի են գապ պիտի չունենան տնտեսական Ռուսաստանի հետ։ Երբ որ Ուկրաինայի պատերազմը վերջանա, երբ որ միջազգային հարաբերությունները Ետ այսին իրենց իրավունքը առնեն, նորմալ է, որ Ռուսաստանի հետ այդ երկիրները, նույնիսկ Միացյալ Նահանգները, նույնիսկ Ֆրանսան, եվրոպացիները պիտի տնտեսական գաբերը պիտի զարգացնեն Ռուսաստանի հետ։ Անորոշ գազեմ ճիշտ չէ ջնջել այնքան զորավոր ցևով Հայաստանի վրա։ Մի բան էլ ասեմ, էլի Մակրոնի հայտարարությունը, որ 8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան, դուք եք չէ լսել։ Դուք եք քննադատում այդ հայտարարությունը ինչպես շատ։ Oui, ճիշտ չէ, այսինքն ճիշտ կոնտեքստը չեմ գիտեր, բայց ճիշտ է, որ Ֆրանսիայի բոլոր նախագահները, կառավարությունները աշխատած են, որովհետեւ Հայաստանի հետ գաբերը ստեղծեն։ Մակրոնը ճիշտ է, որ ակտիվացուց